Վիլյամ Սարոյան, 3 խորհուրդ։ Կիրակնորյա հետ միջօրին իմ տատ Լուսոն ծույլ ու անբան մի մարդու մասին պատմություն արեց, որը մինչև հիմա չեմ մոռացել։ Այս մարդը առավոտից իրիկուն մեջքին պառկած տնից դուրս չէր գալիս։ Նրա կինն էլ ճարահատված գնում է մի խելացի մարդու մոտ, նրանից խորհուրդ առնի, թե ոնց անի, որ իր ծույլ ամուսինը տնից դուրս գա, գնա հաց աշխատի։ Խելացի մարդը կնոջը խորհուրդ է տալիս ջիր ու չամիչ շաղ տալ հատակին, մինչև դուռը, հետո դուրս։ Ամուսինը տեղից կելնի, ջիր ու չամիչը ուտելով դուրս կգա տնից։ Կինն այդպես էլ անում է, երբ նրա ամուսինը ջիր ու չամիչ ուտելով դուրս է գալիս, դուռը փակում է նրա վրա եւ ասում. Գնա, մինչև փող չբերես, տուն չեմ թողնի։ 18 տարի տնից տեղից կտրված ծույլ ամուսինը թափառում է աշխարհով մեկ, իսկ այդ տարիներին նրան հաջողվում է 3 ոսկի աշխատել։ Ինչ արած, դա էլ մի բան էր, եւ նա որոշում է վերադառնալ տուն, կնոջ մոտ։ Ճանապարհին նա հանդիպում է մի իմաստուն մարդու, որը գարեջրատան դռանը նստած օգտակար խորհուրդներ էր ծախում, հատը 1 ոսկի։ Պանդուխտ ամուսինը, մտածելով, որ իր վաստակած 3 ոսկին այնքան էլ մեծ գումար չէ, վճռում է գնել այդ խորհուրդներից մեկը, որն այսպիսին էր. երբ վատ բան տեսնես, երբեք չասես, որ վատ է։ Այս մի խրատը նրան այնքան էլ օգտակար չթվաց։ Այդ պատճառով աղքատ բանդուխտը մի ոսկի էլ տալիս է երկրորդ խրատի համար, որը հետևյալն էր. ինչպիսի պայմաններում էլ լինես, չվախենաս ջրից, անձրև լինի, առու, գետ, լիճ կամ ծով, սուզվիր ջուրն ու լողա, ամենակարող Աստված քեզ ողջ առողջ դուրս կհանի։ Սա էլ շատ խորհրդավոր է թվում նրան, եւ աղքատը իր 3-րդ ոսկեդրամն է վճարում վերջին խրատի համար, որ ուղակի 1 բառով էր արտահայտվում. համբերություն։ Այս խրատն էլ իմանալով, պանդուխտը շնորհակալություն է հայտնում իմաստունին եւ շարունակում իր ճանապարհը։ Նա սկսում է քայլել անապատի միջով, որովհետեւ ոչ ձի ուներ, ոչ էշ, ոչ էլ ուխտ։ Պանդուխտը 10 մղոն էլ չէր անցել, երբ հանդիպում է ուխտերի քարավանի։ Ճամփորդները շատ հոգնած էին ու ծարավ, իսկ փոքրիկ ջրհորում ոնց որ թե ջուր կար, բայց ոչ մեկը չէր համարձակվում մտնել այնտեղ։ Դրա համար ծարավից մեռնում էին, մանավանդ ուխտերը, որոնք չափազանց հոգնած էին ու չէին ուզում ոչ մի քայլ անել։ Պանդուխտը հանկարծ հիշում է իմաստունի խորհուրդը. ջրից մի վախեցիր։ Նա ճամփորդներին ասում է, որ իրեն պարանով կապեն, իջեցնեն ջրհորը, հետո դույլերը, սափորները, կժերը, ինչ կա չկա։ Բոլորը հագեցնում են իրենց ծարավը, իսկ պանդուխտն էլ շատ երջանիկ է զգում իրեն, որ գնել է իմաստունի խորհուրդները, երբ ուխտերն ու մարդիկ ջրից հագենում են, ջրհորում գտնվող պանդուխտը նրանց խորհուրդ է տալիս ջուր հանեն եւ առու շինեն։ Որոշ ժամանակ անց, երբ ջրի մակերեսը բավականին իջել էր, պանդուխտը ջրհորում շատ գեղեցիկ դուռ է տեսնում։ Նա բացում է դուռը, մտնում է զարմանահրաշ մի սենյակ, որ երազում էլ չէր տեսել։ Դա արքայի սենյակն էր։ Գահին բազմել էր ծեր արքան։ Նրա մի ծնկին լպրծուն կանաչ գորդ կար, մյուսին գունդուկծիկ գիրու կոց։ Պանդուխտին շատ տարօրինակ է թվում, որ այդքան փառահեղ տեղում այդպիսի գարշելի արարածներ կարող էին լինել։ Ծերունին բարձրացնում է աչքերը, նայում է պանդուխտին եւ ասում. ողջույն նրան, ով մտել է այնտեղ, ուր նույնիսկ օծաձկները չեն երևացել այս մի քանի 100 տարիներին։ Պանդուխտը գահասենյակի հարստությունից ու պերճանքից կարկամում մնում է։ Ծեր արքան հարցնում է. կարող ես ասել, թե ինչեր են ծնկներիս։ Պանդուխտը հանկարծ հիշում է իմաստունի մյուս խորհուրդը. երբ վատ բան տեսնես, երբեք չասես, որ վատ է։ Նա պատասխանում է. երիտասարդություն եւ ուժ։ Այս պահին գորդն ու օձը կերպարանափոխվում են եւ դառնում շատ գեղեցիկ ուժեղ տղամարդիկ։ Իսկ արքան, որ մի քանի դար ուզում էր հանդիպել պանդուխտի նման մեկին, շատ է ուրախանում։ Այդ պատասխանիդ համար ես քեզ կնվիրեմ ամեն ինչ, միայն թե ասա սրտիդ ուզածը։ Պանդուխտը արքային պատմում է վերջին 18 տարիների իր կյանքը։ Ծեր արքան այնքան ոսկի եւ գոհարեղեն է նվիրում, որ 10 արքաների կբավականացներ։ Հետո խորհուրդ է տալիս վերադառնալ տուն, կնոջ մոտ։ Արդեն հարուստ պանդուխտը լավ գին վճարելով
Գնում է անապատում իրեն հանդիպած ուղտերի քարավանը, որի երկարությունը 5 մղոն էր։ Վերջապես նա տուն է վերադառնում։ Նախքան տուն մտնելը պանդուխտը մտքում ասում է. «Ես պետք է համոզվեմ, կինս ինձ հավատարիմ է եղել այս 18 տարիներին»։ Նա բարձրանում է իր տան կտուրը, երթիկից նայում, տեսնում է երկու մահճակալներից մեկին կինն է պառկած, մյուսին անծանոթ մի տղամարդ։ Ամուսինը շատ է վշտանում, որոշում է իջնել կտուրից, սպանել այդ մարդուն, կնոջը և իրեն։ Հետո հիշում է իմաստունի 3-րդ խորհուրդը՝ համբերիր։ Նա պառկում է կտուրին, աչքերը հառելով երկինք։ Քիչ անց մահճակալի ճռճռոց է լսում, հետո այդ անծանոթ մարդու ձայնը, որը տեղից ելնելով ասում է. «Մայրիկ, ծարավ եմ»։ Եվ ամուսինը հասկանում է, որ անծանոթն իր հարազատ որդին է։ Նա իջնում է կտուրից, երբ արդեն մայրամուտ էր, բախում է դուռը, կինը բաց է անում, բայց չի ճանաչում ամուսնուն։ «Ես քո ամուսինն եմ, դու ինձ 18 տարի առաջ տնից դուրս արեցիր, ասացիր տուն չգաս, քանի դեռ չես հարստացել։ Հիմա ես շատ հարուստ մարդ եմ, դրա համար վերադարձել եմ»։ Կինն իրենց բակում տեսնում է հարյուրավոր ուղտերից կազմված քարավանը, բազմաթիվ հրաշալիքներով բեռնված։ Նա ողջագուրվում է ամուսնու հետ, նրան ներս է հրավիրում, ծանոթացնում իրենց որդու հետ։